ամբողջ օրը խոսվում է հիբրիդային պատերազմի մասին եւ նաեւ այս իշխանության հովանավորներն են խոսում հիբրիդային պատերազմի մասին, իբր Ռուսաստանը Հայաստանի դեմ վարում է հիբրիդային պատերազմ։ Իդեպ ասեմ, որ դա նոր բան չի ընդհանրապես։ Միշտ մարդիկ կռվել են եւ զենքով, Բաբելոնի ժամանակներից կռվել են եւ զենքով եւ խոսքով եւ ռոպագանդայով եւ դարաշրջությամբ։ Ով է Հայաստանի դեմ վարում հիբրիդային պատերազմ։ Ես իմ տեսակետից եմ ասում իմ տպավորությունները։ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում են հիբրիդային գլուխ ունեցող մարդիկ։ Դուք գլխավոր լրատվականներն եք։ Դուք զգացել եք ինչ-որ երկրի կողմից ինչ-որ պատերազմ էր։ Ընդամենը ես տեսնում եմ, որ այս մարդկանց գլուխը հիբրիդային է, այսինքն Ալասկյարի եւ Մուստաֆայի հիբրիդ է։ Նույնիսկ դրանց դեմքին, որ նայես, միանգամից զգում ես, որ սա նորմալ հայի դեմք չի, սա է հիբրիդը, նրանք ուրիշ բան չեն հասկանում։ Ամեն օր ինչ-որ նարատիվներ են մտցնում, բոլորին գործակալներ են սարքում, մեր բարեկամ երկրներին թշնամիներ են սարքում, որպեսզի պայքարեն մեր ժողովրդի դեմ, որպեսզի հայաթափեն Հայաստանը, ունեն հանձնարարություն շեֆից, պետք է լցնեն Հայաստանը ադրբեջանցիներով, սա մենք ամեն օր ասում ենք եւ ասելու ենք, որովհետեւ մենք ավելի շատ հասկանում ենք դրանից։ Մարդիկ սրան պետք է ավելի լուրջ վերաբերվեն, քան թվում է։ Մենք մեր ֆանտազիան էլ չէր հերիքում, որ մենք պատկերացնեինք մի օր Արցախը առանց հայերի, խաղաղ Արցախ ունեցանք առանց հայերի։ Հիմա կունենանք շատ խաղաղ Սյունիք առանց հայերի։ Սրանց վախերի արդյունքն է սա։ Ոչ մի ձև չունեն պայքարելու։ Փչացրել են հարաբերությունները բոլոր դաշնակից երկրների հետ, ինչը որ մենք հիմա ամեն օր տեսնում ենք։ Ես ոչ մի հիբրիդային պատերազմ չեմ տեսնում։ Կա Եվրոմիության անիմաստ հայտարարությունները տեսնում ենք, բայց դա էլ չի խանգարելու մեզ։ Նորմալ ամեն ինչ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։